որ հավակնում եք իրավապահ մարմնի ղեկավարի պաշտոն դառնալու, կասեք ձեր պատկերացումներն ինչպիսին են քրեական ենթամշակույթի վերաբերյալ։ Արդյոք կհամաձայնվեք, որ քրեական ենթամշակույթին հարելը դա հակապետական եւ հակահանրային արարք է։ Շնորհակալություն։ Ուրեմն այս հարցով ես զբաղվել եմ սկսած դեռևս 2019 թվականից որպես գիտնական իրավաբան։ Երբ որ քրեական ենթամշակույթի վերաբերյալ հայեցակարգը մշակվում էր, քրեորեն պատժելի արար դարձնելու մասին, ես իմ տեսակետն էի ներկայացնում այդ առումով։ Ուրեմն հայեցակարգի ղեկավարները անկեղծ ասած ես առաջարկում էի այլ մոտեցում, որ ավելի բխում էր պրակտիկայից, կոնկրետ չնույնացնել օրենքով գողերին եւ քրեական հեղինակություններին, որովհետեւ դրանք տարբեր կրիմինոլոգիական հասկացություններ են։ Եվ ներկայացնում էի, որ խնդիր է լինելու նախաքննության կատարման ընթացքում այդ արարքները որը բացահայտելու եւ ճիշտ քրեական որակում տալու համար։ Իհարկե իմ տեսակետը լսվեց, բայց իհարկե կարծես թե մի կողմից էլ անտեսվեց։ Ամեն դեպքում մենք ունեցանք այն օրենսդրությունը, ինչ որ հիմա ներկայացված է քրեական օրենսգրքում, իմ կարծիքը, պարոն Հովհաննիսյան, այդ երևույթի վերաբերյալ շատ ծայրահեղ է եւ դա հանրահայտ փաստ է։ Ես հիմա կանդրադառնամ այդ բարեվարկության մեջ ներկայացված որակումներին, որոնք կրում են սուբյեկտիվ բնույթ եւ ոչ որևէ այլ ինչ-որ ծանրակշիռ փաստարկներով հիմնավորված չեն։ Ես օրինակ գիտեմ դատավոր վերջերս նշանակված, ինձ հետ միասին քրեական ենթամշակույթին հարող, ենթադրաբար հարող անձի է պաշտպանել, բայց այդ մարդը հիմա դատավոր է, բավականին էլ գրագետ եւ փորձառու լավ դատավոր է։ Շատ հետաքրքիր էր էլի, որ նույն կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով անցած այդ անձը, որը ինձ հետ նստել է նույն սեղանի շուրջ, մեկ այլ քրեական ենթամշակույթին հարող անձի հետ, երևի թե չի ունեցել, բնականաբար ծանոթ չեմ իր եզրակացությանը, որովհետև դա գաղտնի եւ անձնական տեղեկությունների պաշտպանության դրույթից ելնելով ոչ մեկ չէր կարող ելնել, բացի երևի խորհրդից։ Ու այս պարագայում կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը նման որակումներ է տալիս։ Նորից կրկնեմ, պարոն Հովհաննիսյան, ուրեմն իմ վերաբերմունքը դրա վերաբերյալ շատ կտրուկ է եւ շատ ծայրահեղ։ Ես գտնում եմ, որ պետության մեջ չպետք է լինի։ Իսկ այդ երևույթը պետություններ պետության մեջ։ Այդ անձանց են տարրշվելով, բնականաբար այստեղ ես մի փաստաթուղթ ունեմ, որ ձեր հասարակական կազմակերպման փորձագետներից Աղաբեկյանը մի առիթով կնոջս վերաբերյալ բարեվարկության եզրակացություն տալի առիթով գրել էր այդ նույն հանգամանքը, որ Բատիկյանը, փաստաբան Բատիկյանը այդ իր մասնագիտական գործունեության հետ կապված չի կարող դա որակվել որպես բացասական երևույթ։ Հիմա այս պարագայում, այսինքն ինչ ընտրովի ձևով պիտի իրականացվի այս բանը, որպեսզի ժամանակը գա ու մարդը չհայտնվի այսպես իրավիճակում։ Վեր ներկայացրած ճակերտավոր ընկալվում է հասարակության կողմից որպես քրեական ենթամշակույթի փաստաբան, ճիշտ ասած ինձ համար վիրավորական է, որովհետև դա կարծես թե քողարկված մեղադրանքի մասնագիտական գործունեության իրականացման դեմ։ Այսինքն եթե թմրամիջոցներով պաշտպանություն իրականացնեի, պիտի ասեին թմրամիջոցների կամ նարկոբարոնների փաստաբանն է, չգիտեմ, բռնաբարողների պաշտպանեի, պիտի ասեին բռնաբարողների փաստաբանն է եւ այլն։ Ես գտնում եմ ներողություն ավարտեմ, պարոն Հովհաննիսյան, ես գտնում եմ, որ այդ որակումը եւ այդ եզրակացության հատվածը իհարկե դա չի ազդել եզրակացության վրա, ընդամենը հավելյալ տեղեկություն է ներկայացվել։ Իմ կարծիքը այդ երևույթին նորից եմ կրկնում շատ հստակ եւ կտրուկ հանրահայտ է, քանի որ ես այդ թեմայով դասախոսություններ եմ կարդում իմ քիչ առաջ ներկայացրած ուսանողներին։ Պարոն Բատկյան, ինչ խոսք նորից ոչ ես, ոչ էլ մեր կազմակերպության արդեն նախկին աշխատակից Աղաբեկյանը կասկածի տակ չեն դնում, որ փաստաբանը ցանկացած տեսակի հանցագործության մեջ մեղադրվող անձի կարող է պաշտպանություն իրականացնել եւ դրա մեջ որևիցե խնդրահարույց, սպառսավելի, ամոթալի որևիցե բան բնականաբար չկա։ Բայց օրինակ ձեր մասով համացանցում կային տեսանյութեր, որ գրկախառնվում եք, ես հեսա ազգանուն ասեմ, բանդուրյան ոնց որ, հա, բանդուրյանների հետ։ Դուք նոր ասեցիք ձեր խոսքում, եթե ես սխալ հասկացա, ինձ ողեք խնդրում եմ, որ դուք մի դատավորի հետ միասին նստած եք եղել քրեական ենթամշակույթ հարող անձի հետ
Դատավարության ընթացքում։ Հա դատավարության ընթացքում։ Այո։ Հա, մի քիչ ուրիշ ձև ընկալում։ Ես հստակ ասացի, որ պաշտպան էր, ինքը մեկի պաշտպան էր, ես մյուսի պաշտպանն էի։ Ոչ թե նստած եմ եղել, չգիտեմ, խնջույքի։ Մահացու մեղքերը հստակ ասեք, որ լրագրողները չգիտեն։ Պատասխանեմ պարոն Յունիսյան, ավարտեցիք, շնորհակալություն։ Ուրեմն այդ գրկախառնման վերաբերյալ տեսանյութը ճիշտ ասած ինչքան որ փնտրեցի, այսինքն ոչ թե կոնկրետ գրկախառնության վերաբերյալ տեսանյութ, այդպես էլ չհայտնաբերեցի։ Բնականաբար հնարավոր է, եթե դատավարության ընթացքում, դատանի դահլիճում կամ դատանի բակում պաշտպանելիդ հանդիպում ես, բնականաբար պետք է բարև տաս։ Ինչ է նշանակում գրկախառնվել, ես չեմ հասկանում։ Այսինքն մարդուն կարելի է գրկախառնվել, մարդուն կարելի է նաև գրկել, ինչ-որ մի սփոփիչ խոսք ասել, ինչ-որ բանի վերաբերյալ։ Ճիշտ ասած, ես նման բան չեմ հիշում, չեմ տեսել, եթե նման բան էլ կա, դրանից չեմ հրաժարվում։ Բայց ամեն դեպքում իմ կարծիքն է այստեղ կարևոր, ոչ թե քրեական ենթամշակույթին հարող անձանց հետ, չգիտեմ, գրկախառնությունը։ Եթե կա այլ փաստարկ իմ կողմից, այդ երևույթին որևէ կերպ հարելու, խրախուսելու, այդ նույն մարդիկ, քրեական ենթամշակույթի սուբյեկտները շատ լավ գիտեն իմ կարծիքը, թե ինչ կարծիք եմ ներկայացնում դրա վերաբերյալ եւ այդ երևույթը վերացնելու վերաբերյալ։ Նորից եմ կրկնում, ես չեմ կարող հանդուրժել պետություն, պետության մեջ այդ մոդելը, որովհետև պետությունը իր գործառույթները պետք է կատարի իր կողմից, սահմանադրության վերապահված լիազորությունները ու այլ մարդիկ չեն կարող գալ ինչ որ հարցեր լուծել, նյութական շահ ստանալ կամ հարստանալ։